Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից հետո, որ տարածվեց նախօրեին, Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ի առավոտը դիմավորել է եկեղեցու մասին նոր գրառումով, շարունակելով նախորդ օրը ԳՀԽ քննարկմանը ժամեր առաջ նախորդած հարցադրումը ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության վերաբերյալ։ Փաշինյանը հայտարարել է, որ Մայրաթոռը պետք է պարզաբանի, խախտել է կաթողիկոսը կուսակրոնությունը, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի այս արձագանքը բազմիմաստ է, նախորդների համեմատությամբ եւ նկատելիորեն ավելի հանդարտ ու մեղմ տոնայնության մեջ։ Համենայն դեպս Փաշինյանը պարզաբանման հարցը թողնում է Մայրաթոռին։ Սա է, որ հնարավոր է գնահատել բազմիմաստ։ Փաշինյանը տալիս է իր ուզած պատասխանը բարձրաձայնելու վերջին հնարավորություն, թե տալիս է Մայրաթոռին որևէ պարզաբանումով թեման այսպես ասած փակելու հնարավորություն, հաշվի առնելով, որ Մայրաթոռն իհարկե չի կարող կասկածի տակ դնել ամենայն հայոց կաթողիկոսի վարքագիծը։ Փաշինյանի նոր գրառումը բոլոր դեպքերում կարծես թե ունի առճակատման որոշակի թեկուզ ժամանակավոր առկախման ներուժ, որի ժամանակահատվածում գուցե լինի որևէ կոմունիկացիա եւ խորքային հարցերի պարզաբանում։ Միարժեք բնականաբար բարդ է ասել, համենայն դեպս նախօրեին Մայրաթոռից հնչած արձագանքը, որն ինչպես գնահատեցինք, բաց առճակատումից խուսափելու տոնայնության եւ տրամաբանության մեջ էր, կարծես թե ունեցել է որոշակի ազդեցություն, եթե դա իհարկե խաբուսիկ տպավորություն չէ։ Բոլոր դեպքերում անգամ եթե բռնկված հրդեհը գնա դեպի մարում, մի բան կասկածից վեր է, որ միջավայրն այդ առումով դյուրաբորբոք է, ընդ որում տարիներ ի վեր կուտակված, չորացած փայտերի բերումով։ Խորքային խնդիրները պահանջում են լուծումներ, առնվազն դրանց շուրջ լուրջ քննարկումներ եւ անհրաժեշտ մշակումներ։ Հակառակ դեպքում միշտ կգտնվեն հայ ժողովրդի համար կարևորագույն երկու ինստիտուտների՝ պետականության եւ եկեղեցու միջև հրդեհի բորբոքման մոտիվներ, վախեր, շահադիտություններ, որոնց համար բավարար կլինի կայծը։ Մայրաթոռում ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը քննարկել է հոգևոր իշխանության հանդեպ քաղաքական իշխանության նախաձեռնած գրոհն ու ստեղծված իրավիճակը, այդ առնչությամբ անելով հայտարարություն։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն ու եկեղեցու գործերին միջամտելու փորձերը, դրանք համարելով անօրինական։ Ինչպես հայտնի է, այդ ժողովի ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը գործնականում բաց տեքստով գրառում էր արել այն մասին, որ եթե պարզվի, որ ամենայն հայոց կաթողիկոսն ունի զավակ, ապա նա պետք է թողնի կաթողիկոսական աթոռը, քանի որ խախտված է կուսակրոնության սկզբունքը։ Նիկոլ Փաշինյանի այդ բաց հարցադրմանն ուղիղ արձագանք Մայրաթոռի հայտարարությունը չունի, փոխարենն ունի կոչ ուղղված իրավասու մարմիններին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Սա բավականին բազմիմաստ արձագանք է։ Նախ իրավասու ինչ մարմինների է ուղղված կոչը։ Իրավապահներին, թե օրինակ խորհրդարանին կամ կառավարությանը, թե տողատակում կա ակնարկ, որ իրավասու մարմինները ձեռնպահ մնան կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տրամադրումից կամ բացահայտումից։ Չէ որ Փաշինյանի, եթե պարզվի արտահայտությունն էլ ակնարկ էր, թերևս այն մասին, որ պետք է պարզի ինչ-որ կառույց, եթե իհարկե արդեն իսկ դա պարզված եւ վարչապետի գզրոցում չէ։ Ավելին հնարավոր է, որ հենց այդ պատճառով նախընտրելի է դիտվել բարձրաձայնել սուր անկյուններից հնարավորինս զերծ հայտարարություն։ Բոլոր դեպքերում Հայաստանի քաղաքական իշխանությունը հաղորդում է հոգևոր իշխանության հանդեպ դիմակայության բավականին սուր աստիճան, միևնույն ժամանակ դատելով Գերագույն հոգևոր խորհրդի արձագանքից, եկեղեցին ձգտում է գոնե առայժմ իր հերթին չսրել դիմակայությունը, այլ հանդարտեցնել իրավիճակը։ Թերևս այդ մասին է ձևակերպումը, թե հարկ չկա եկեղեցին ներքաշել արհեստական օրակարգերի մեջ։ Հնարավոր է, որ այդ արտահայտության տողատակում միտքն է, թե իզուր են Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները, որ եկեղեցին կարող է առաջիկա քաղաքական ընտրապայքարում լինել ընդդիմադիր ուժերի աջակից, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը գրոհը նախաձեռնել է այդ մտահոգությունից ելնելով, թե խաղաղասեղանին ավելի ընդգրկուն խաղադրույք է, ավելի լայն օրակարգով։ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է եղել ոստիկանապետ, ներքին գործերի նախարարության նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նաև հայտնի է, որ նրա փոխարեն ոստիկանապետ ՆԳՆ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Լոռու մարզպետ Արա Ղազարյանը, որը մինչև այդ եղել է ոստիկանությունում, իսկ 2018 թվականի շարժման օրերին էլ զբաղեցրել է
Լոռու ոստիկանապետի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանի որոշումը հաջորդում է Հայաստանում հասարակական հարաբերություններում հերթական աղմկոտ եւ ողբերգական պատմությունների շարքին, որը ցավալիորեն վկայեց, որ Հայաստանում չկա աշխատող իրավապահ համակարգ։ Վերջին կաթիլը գուցե եղել է այսօր տարածված տեղեկությունը, որ հերթական ռազմորկան է եղել հրազենի գործադրմամբ։ Անշուշտ միանգամայն տրամաբանական է ոստիկանապետի պաշտոնանկության որոշումը, բայց անկասկած է նաև, որ այդ որոշումը չի կարող լինել բավարար։ Ավելին, այդ որոշումը փաստացի կարող է դառնալ ընդամենը հանրության վրա տպավորություն թողնելու, գոլորշի բաց թողնելու, խոշոր հաշվով նախընտրական քարոզչական էֆեկտի միտված քայլ։ Հետևաբար կառավարության ղեկավարի արձագանքը պետք է չափվի ոչ թե այդ պաշտոնանկությամբ, այլ հաջորդի իրավիճակի փոփոխությամբ։ Առավել ևս, որ ընդամենն ամիսներ առաջ եղավ ուժային բլոկի, այդ թվում ՆԳՆ նախարարի պաշտոնանկություն, նոր նշանակումներ, բայց իրավիճակի զրո փոփոխություն։ Հետևաբար ցուցիչը կարող է լինել միայն իրավիճակի տեսանելի փոփոխությունը եւ հանրային կյանքում հասարակական կարգի պահպանության հարցում իրավապահ համակարգի արդյունավետությունը։ Հասարակական կարգի պահպանություն ոչ թե քաղաքական ակցիաների ընթացքում միայն, այլ հասարակական կարգի պահպանություն եւ հանրության պաշտպանություն տարբեր քրեական ենթամշակութային դրսևորումներից, ռազմորկաներից։ Հայաստանում հասարակական միջավայրում խուլիգանությունը, ռազմորկան, նմանօրինակ որևէ դրսևորում պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության եւ պետք է հասցվի զրոյի։ Երևույթը, ենթամշակույթը կարող է եւ չվերանալ, բայց դրա հանրային դրսևորումները զրոյի հասցնելը հնարավոր է, անհրաժեշտ է եւ պետք է լինի պետական խնդիր։ Այդ հարցում միայն գործնական փոփոխությունը կարող է լինել աշխատանքի ցուցիչ։ Նիկոլենց 2026 թվականի ընտրությունների ստրատեգիան պարզ է։ Աջ ու ձախ չնայել, թքած ունենալ էթիկայի եւ բարոյականության վրա, հասարակությանը բաժանել եւ բևեռացնել ցանկացած մեթոդներով։ Գաղափարական միտք չի հնչելու, միայն հայհոյանք ու բամբասանք, տգետ զանգվածներին ականջահաճո։ Որ քաղաքական ուժը այս կերպ պատասխանեց ու լեզվակռվի մեջ մտավ Նիկոլենց հետ, այդ ուժն է Նիկոլենց դաշնակից, սպարինգ պարտնյորը, այդ ուժը գործելու է պետության դեմ։ Հիշեք, ովքեր հայ ժողովրդին որևէ կերպ բաժանում եւ լարում են միմյանց դեմ, դրանք են դրսից ներդրված լրտես դավաճանները։ Մեզ միայն խոհեմություն եւ համերաշխություն է անհրաժեշտ։ Մենք ահռելի ներուժով, գլոբալ ազգ ու ժողովուրդ ենք։ Երբ միասնական ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։ Մեր պատմությունը դրա վառ ապացույցն է։ Այն միասնության պատմություն է։ Հակառակ դեպքում հայ ժողովուրդը դեռևս մի քանի դար առաջ սպառված եւ վերացած կլիներ։ Այս խայտառակությունից պետք է դուրս գանք։ Ամոթ է, մեր երկիրը վերածել են ախորի։ Facebook-յան իր էջում գրում է վերլուծաբան Արա Արայանը։